Հանուն Հոր և Որդու և Ոգին Սրբո ամեն։ Եվ նա ասեց նոսա մի զարհուրիկ, ըս Հիսուս խնդրեք, ըս նազովրեցիս խաչել յալն, չէ աստ այլ հարյամ, ահա դեղին ուր ետին ըզնա։ Գրեթե 3 օրեր անցած էին խաչելության օրենի վեր և Մարիամ ու մյուս կիները համացայն հրյական օրենքին գերթային իրենց սիրեցյալ Վարդապետին մարմինը օձելու անուշահոտ յուղերով և խունգով։ Նույն այն նվերները զորս բերած էին իրեն արևելքեն եկող մոքերը։ Անոնք մտահոգ էին, թե ով պիտի քլորեր Հիսուսի քերեզման ծածկող ահագին քարը, որպեսզի կարենային կատարել իրենց գրոնական բարդականությունը։ Սակայն մեծ գլարանում զարմանքը ետ մոտենալով պիտի տեսնեին, թե քերեզմանին թուրը բաց էր արդեն և ըսպիտակացկեց երդասարտը նստած քերեզմանի մուտքին։ Բնականաբար քարնանային առավոտյան հետ փաթվող Հիսուսի թափուր քերեզմանը ահուս սարսափով լեցներ սիրտերը յուղափեր գիներուն, սակայն լուսասկես երդասարդ մանոց կուդար բոլոր ժամանակներում մեծակույն ավետիսը, հոս չէ, այլ հարություն արավ, ահայն դեղը ուրտրած էին անոր մարմինը։ Այսպեսով գիրականանար Եսայի մարգարեի խոսքը, որ գսեր, ան պիտի հաղթահարե մահը և դեր Աստված պիտի սրբե մարդոց արցունքները իրենց թեմքերեն։ Վերջապես մահը չախչախված էր ու իսպար հաղթահարված, ահա այս է սուրբ զատկվանքը խավոր ու գեցոնական բատկամը։ Մահը, որ մեր նախայրերուն և մեզի հավատացյալ քրիստոնյաներուն համար վերջին և մեծակույն թշնամին էր, այլևս պարտված է, որովհետև Քրիստոս դակավին կենդանի է ու դերն է մեր կյանքերուն։ Կյանքի սկզբնավորութենենի վեր մահվան գաղափարը միշտ սարսափ աստած է մարտարարածին։ Անեղածյան փական շուքը անոր և թողածած սիրտը նույնիսկ ամենասրդոտ մարդուն, երբ ան մահվան հետ թեմ հանդիման գտնված է։ Հեթանոս աշխարհին համար մահը անհույս ցավն էր, չախչախված նավը, քեղեցիկ բայց չարք մշուր եղած մարմալյա ցամը, քնարմը փրթացչելերով ու գործված մեղեթիներով ու վերջապես անուշափույր սակայն գողքը դված զարիկը։ Բայց ինչ է մահը, եթե ոչ դուրքը մեր մեղքերուն, գսե Պողոս առաքյալ։ Մերնիլ սիրելի քույրեր և եղբայրներ քնանալ են, քնանալ ու թերևս երազել, բայց արդյոք ինչ երազներ կունենա մարդը իր մահակունի մեջ։ Հետո մենք իբր մարդ արարածներ վախ ունենք մահեն ետ անանուն փանիմը, դեղիմը, այն անծանոթ երկրին, որ սահմաններեն ցակ ոչ ոք դարձած է։ Վստահաբար շատ բաներ կան կյանքի մեջ, որոնց մենք ավելի կսարսափենք, քան ֆիզիկական մահեն։ Մեզ ոմանց համար մահը ինքնին չունենար այդ գժող ու ցավալի ճշմարտությունը, մինչև որ մենք կորցնենք սիրելիմը։ Աշխարհի բոլոր ազգերը իրենց հոգևոր և գրոնական իմաստասիրությամբ դարբեր մոտեցում ունին կյանքին և մահվան, ինչպես նաև հոգի վախճանի մասին։ Բայց մեզի քրիստոնյաներուս համար հոգին մահվներ գճամփորձե կյանքի վերջալույսին ընտնեչեն հասնելու աստվածային կյանքի արևոտ զակման։ Մյուս կողմից սակայն զադիկ անբացատրելի փամուդի մեջ, որ մեր սիրտերը կլեցնի անխառն ուրախությամբ և երջանկությամբ։ Անկասկած մենք պիտի չկարենանք մահվան իրականությունն են խուսափիլ, բայց զադիկ փար ինքնին մարդուն
գբարգեւե մեծ եւ քալի քույսին անտորը քանի որ Քրիստոս գաբրի ուրեմն մենք եւս պիտի ապրենք Զադիգը սիրելիներ գոհնե մեզի մեր նայվածները մեր առօրյա դատուկներեն փարսվածնելու վեր թեպի մեր գարելությունները մենք պատինք նայել վեր թեպի մեր գարելությունները մենք պատինք նայել վեր որովհետև եւ բարգնային մենք պիտի տեսնենք միայն մեր անձերուն խելջությունը եւ ուրիշ ոչ մեկ բան Աստուծո մյուս ստեղծագործություններն Երբ բարբետ շուլհակակորձը սկսի ուսել կորտմը աննախ գնձե պուրտերուն գամ մեդակսին կույները, աբազանոն դեղաբերելով շուլհակին վրա գսկսի ուսել իր նախասիրած դեսարանը գամ բատկերը։ Անոնք որոնք կորքին գնային հագարակ կոմեն գտեսնեն միայն քունավոր հանգույցներու թնջուկմը, որ կներկայացնե ոչ մեկ դեսարան եւ հետեւաբար չունի հատուկ գեղեցկություն բայց երբ քորքը ավարտի եւ անորնային շուլհակակորձին գոմեն այնադեն կտեսնեն քորքին ամբողջական գեղեցկությունը այդպես է նաեւ մարդկությունը որ միշտ հագամետ եղած է կյանքին նայելու հագարակ կողմեն եւ ադոր համարալ միշտ այն դպավորքյան դակ է, որ կյանքը նույնպես անբացատրելի խառնաշփոթ թնջուկ մնե։ Ու ճիշտ այս է, որ մենք բարձինք տեսնել յուրաքանչյուր սուրբ Զատկիդոնին։ Բատկերը կամ դեսարանը Աստուծո կողմեն դիտված։ Զադիգը սիրելիներ մշտանորով հույսն է, ան հայր Աստուծո շնորհներուն եւ փառության հաստատումն է։ Զադիգը Սիրելիներ, գուքան մեզ իշեցնելու, թե Քրիստոս իր մահվան հաղթեց մահվան, մարդկային պատմության կրքի մեջ հանալով նոր էջմը։ Հետևյալ հին ավանդությունը, որ գուցապեր է Քրիստոսի մահվան եւ հարության իրավ ուժը, գխոսի գրոնականի մասին, որ կգտնե Քրիստոսի գլխուն անցված արյունոտ փշեբսագը։ Անարնելով այդ մսագը գտանի ու գզեդեղե իր քյուրի համեստ մադրան խորանին վրա։ Եկեղեցի մտնող բոլոր հավատացյալները երկար յամը անդարբեր նայել է ետկանոր կհերանան, որովհետև ան իրենց կհիշեցներ մարդուն անկտությունը դքեղությունը մեղքին, իրենց մեղքերուն։ Այդ նույն փշեբսագը խորանին վրա կմնա մինչև զատկական առավոտ, երբ հարի գրոնավորը խորելով թայլևս խորանը հարմար դեղը չէր, Քրիստոսի չարչրակները իշեցնող այդ արյունոտ բգային փշեբսագին գորոշե վերցնես այն հոնգե։ Հան հազիվ եկեղեցի մտած, հանգած անոր ռունքերուն գզարնվի անսովոր քույրը ու գնգադե այդ առավոտ արևուն ճարակայքները գետրոնացած էին բսակի սուրբ բշերուն վրա, որոնց մե հիմա թուրս եկած էին հազվագյուտ քույնով ու փույրով քեղեցիկ վարդեր։ Այս քորդիկ պատմությունը հարազատորեն գուտայ իմաստն ու խորհուրդը սուբզագին։ Քրիստոսի հարությունը մեղքի ամոթը կփոխարկե մեղքերու թողության եւ մեր անդամալուծող հուսահատությունը նոր հույսի։ Ու մենք հայերս այս տարի մինչ կդոնախմբենք հարության դոնը մեր փրկչին, միաժամանակ կդոնախմբենք 100-ամյակը մեր ժողովրդի հարության, որոնց ամբողջ պատմությունը իր քոյության առաջին իսկորեն եղավ շարունակական քողկոտամը, լեցուն հալածանքով եւ անլուր դարաբանքներով։ Սակայն ան միշտ նման քարնան, որ հարությունն է կյանքին սմերեն ետ, հարություն արավ իր դարաբանքներեն նման արասպելի փյունիկին, որովհետև անոր հավատքը հանթե բազմաձորկույն եւ անոր լույսին ճշմարտության եղած անխախտ եւ գարձր իր լերներու ավարաժներուն նման։
Անիրան փողջերության միշտ հավատացած է Աստուծո արդարության և ճշմարտության վերջնական հաղթանակին։ Եվ անոնք, որոնք միամիտ հավատ ունին, որ մենք Աստծովին մերած ենք, չարաչար գսխալին, մենք գաբրինք ու դագավին պիտի ապրինք, պիտի շարունակենք ապրիլ, հակառակ հզորներու ադելության, նախանցին և նույնիսկ անդարբերության։ Մահով ստացված անմահությունը սիրելի հավատացյալներ զատիկն է ինքնին։ Այս պետք է լամյակ պատկանն ու իմաստը յուրաքանչյուր զատկի մեզի հայերուս համար։ Մենք միշտ հիշելու ենք, որ մենք Աստծովին գաբրինք այնքան ադեն, որքան գիտենք վարբահել քարերով գրադարված հիշադակը մեր նահատակներու բազմության, որոնց մոտ շրջանակված է հայ ժողովրդի դխուր, բայց սխալի պատմությունը։ Լավ է և միշտ մարդիկ հիշել, թե ճշմարտությունը անմահ է։ Թերևս մարդիկ գարենան ճնշել ու խեղաթյուրել ճշմարտությունը, անփաստանել ձայնի պրև սդախոս, թադապարտել զին, չարչարել, ըսպանել և ապաթաղել, սակայն երեք օրեր ետ ան հարություն բիդարներ։ Այս մեկը թող միշտ հիշենք և երբեք մեր հույսը չգտնենք ճշմարտութենեն և արդարութենեն, որովհետև ճշմարիտը միշտ կմնա ճշմարիտ, արդարը արդար և իրավատերը իրավատեր, նույնիսկ եթե մեր շրջապատու աշխարհը փորձեն ուրիշ բան թելադրել մեզի։ Ինչպես որ կհավատանք արևուն, թեև երբեմն զինք չենք տեսներ, բայց ունենք այն բացարձակ վստահությունը, թե ան ուր որ է թարցյալ պիտի շողա։ Այդ իսկ պատճառով մենք իբր ազգ և եկեղեցի բարձինք մնալ ուրախ, նույնիսկ եթե մենք անցնենք դժվարին ժամանակները, թավաթությունները և անարդար ու գոհմնակալ որոշումները, և նույնիսկ երբ այնպես կթվի, թե մենք կգործնցնենք մեր ճակատամարտերը, քաջ վստահ պետք է լանք ճշմարտության և արդարության վերջնական ու ամբողջական հաղթանակին։ Թող այսօր այս սուրբ տոնին սիրելի քույրեր և եղբայրներ, անգամ ևս միացնենք մեր սիրտերը աղոթելու համար հոգիներու անթորրությանը մեր փյուրավոր անմեղ նահատակներուն, որոնք խորշակահարին կան օդար հողերու վրա, հայրենի դան և իրենց սիրելիներու գարոդը իրենց աչքերու մեջ, հերու իրենց պատմական հողերեն, ու թող սրբազան դաղասացին խոսքերը միշտ հնչե մեր ականջներուն, մահվամբ ըզմահ գողյաց և հարության պնյուրով մեզ ըզգյան զբակևյաց, ամեն։ Ցեզ և մեզ մեծապետիս Քրիստոս հարյալ իմերելով։